Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ստացանք մեր կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ դատավոր Խաչատրյանի որոշումը։ Որ պատկերացնեք, որոշումը ստացել են Կարծեռն, այն բաղկացած է 160 էջից, որի 70-ից 80%-ը բացառապես հանդիսանում է մեր կողմից հենց բողոքում ներկայացված հանգամանքները։ Իդեպ մի հետաքրքիր բան ասեմ, մենք չէինք սահմանափակվել պարզապես պահանջելով եւ հիմնավորելով, որ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, որ այս ապօրինի քաղաքական հետապնդման գործիք տնային կալանքը պետք է վերացվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված արդեն շուրջ 10 ամիս։ Պատկերացրեք, վերաքննիչ դատարանը բովանդակային գրեթե որևէ փաստարկ չի ներկայացրել։ Ըստ էության սահմանափակվել է այն փաստով, որ արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել եւ հետագայում արդեն նոր դատարանը որպես վարույթ իրականացնող մարմին գնահատական կտա այս հիմնավորումները։ Գիտեք, այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք դասագրքային քաղաքական հետապնդման հետ, որովհետև մենք բախվում ենք մի իրավիճակի, որ իրավական բովանդակային հակափաստարկ գոյություն չունի։ Պատկերացրեք, Սամվել Կարապետյանի գործով վերջին ամիսներին բացառապես խոսվում էր իբրև խոչընդոտելու ռիսկի մասին։ Բոլոր մեր իրավաբան գործընկերները կհաստատեն, որ խոչընդոտելու ռիսկը կարող է որպես այդպիսին վկայակոչվել նախաքննության փուլում իր ինտենսիվության աստիճանի տեսանկյունից։ Արդեն մենք ունենք փաստ, որ էլ նախաքննություն չկա, որ էլ որևէ ապացուցողական գործողություն չկա, այսինքն չի կարող, չէ՞, այդ ռիսկը նույն ձև վկայակոչվի։ Մենք խոսում ենք այլևս նախաքննության ավարտի պայմաններում տնային կալանքի մասին, իդեպ նույն քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության պայմաններում այս նույն վարույթով միակ անձը ում նկատմամբ ամենաինտենսիվ խափաման միջոցն է կիրառված Սամվել Կարապետյանն է։ Ես հասկանում եմ, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ սոցիոլոգիական հարցումները, դրա դինամիկան նույն ուժեղ Հայաստան կուսակցության եւ Սամվել Կարապետյանի վարկանիշի տեսանկյունից հանգեցնում է նրան, որ այս խափաման միջոցները պահպանվում են, ոչ թե վերացվում են, այլ պահպանվում են։ Այսինքն սոցիոլոգիական հարցումները բախվում են իրավունքին։ Ես սա իսկապես հերթական աբսուրդի տեսանկյունից եմ ներկայացնում, բայց ողջամիտ ինչ տրամաբանություն է հնարավոր գտնել այս իրավիճակում։ Դա կամ սոցիոլոգիական հարցումների դինամիկ աճն է եւ օրվա իշխանությունների անկումը, կամ իհարկե Սամվել Կարապետյանից անհասկանալի վախի կամ այլ վարքագծի դրսևորումը։ Քանի որ կրկին իրավական ողջամիտ տրամաբանություն գտնել նրանում, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է դեռևս լինի տնային կալանքի, ինչը նույնն է կալանքի պայմաններում, ես չեմ գտնում։ Բայց իհարկե, իրավունքը գերակայելու է։ Այստեղ ես ունեմ այդ համոզմունքը, վճռականությունը եւս, իմ գործընկերների հետ միասին։ Իդեպ այս իրավիճակների համար է, որ հենց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում գոյություն ունի 18-րդ հոդվածը, որը կարելի է ասել հանդիսանում է այն մեխանիզմը, այն երաշխիքը, որ ուղիղ պահանջում է պետություններից իրավունքի սահմանափակման ռեժիմ մուտք գործելիս անպայման դուրս չգալ դրա նպատակից, շրջանակից եւ սահմաններից։ Իդեպ հենց այս հոդվածը հաճախ վկայակոչվում է որպես քաղաքական հետապնդման հիմք։ Իդեպ հենց հիմնականում այն պայմանավորված է լինում կոնվենցիայի մեկ այլ հոդվածի սահմանափակմամբ։ Այն է 5-րդ հոդվածի, որը վերաբերում է անձի անձնական ազատությանը, ապօրինի կալանավորումներին եւ այլն։ Հիմա մենք դասական իմաստով ունենք 18-րդ հոդվածի եւ 5-րդ հոդվածի խախտում Սամվել Կարապետյանի գործով։ Իդեպ, այս խախտումների փունջը հաճախ հենց արձանագրվում է միջազգային մեծ հնչեղություն ստացած այլ գործերով։ Վստահ եմ, որի մասին թե օրվա իշխանությունները, թե դատախազությունը, թե քննչական մարմինները շատ լավ տեղյակ են։ Մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, մենք մեր բողոքում վկայակոչել էինք նաև այսքան ժամանակ քննարկված տեսաուղերձների սահմանափակման վերացման անհրաժեշտությունը, որ օրինակ վերաքննիչ դատարանը նշեր, որ նման սահմանափակում չպետք է լինի, որ ընդհանրապես Սամվել Կարապետյանի կողմից, որպես այլևս ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, տեսաուղերձներով հանդես գալը չպետք է դիտարկվի նույնիսկ քննիչի իրավազորության սահմաններում։ Պատկերացրեք, վերաքննիչ դատարանը այս բավականին
ծավալուն որոշման մեջ, իդեպ ծավալուն պարզապես ի նկատի ունեմ ծավալը բառացի իմաստով, թե չէ բովանդակային տեսանկյունից այստեղ չեմ կարող որևէ հատուկ մեջբերումներ կատարել, որևէ անդրադարձ այս հարցին չի կատարել։ Չի ասել, օրինակ, պետք է անսահմանափակ լինեն այդ տեսաուղերձները, չի ասել, որ պետք է սահմանափակ լինեն, չի անդրադարձել նրան, որ օրվա իշխանությունները, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ամեն օր խոսում էին նրա մասին, որ նման սահմանափակում գոյություն չունի։ Հետագայում պետք է պարզեինք, որ դա հերթական սուտներ, բայց վերաքննիչ դատարանը կարող էր այս հարցին ի վերջո վերջնական լուծում տալ, բայց ընդհանրապես անդրադարձ չի կատարել։ Ըստ էության այն փաստարկները, որոնք ներկայացրել էինք նաև բողոքի շրջանակներում, տեսակցությունների սահմանափակման հետ կապված եւ այլն, որոշ շեշտադրումներ այդ հարցի վերաբերյալ է կատարվել, բայց դրանք որպես այդպիսին նման ինտենսիվ տնային կալանքի պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է քաղաքական կարևորագույն փուլում, երբ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այս իմաստով մենք խոսում ենք կրկին ակնհայտ ոչ իրավաչափ, անհամաչափ իրավունքի սահմանափակման մասին, որը ժողովրդավարական հասարակության համար հարիր չէ, ընդունելի չէ եւ իսկապես խայտառակություն է։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով խոսքս, ուզում եմ, որ մենք ունենանք վստահություն եւ համոզմունք, որ իրավունքը գերակայելու է, Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ, որովհետեւ այս աբսուրդը արդեն իրեն իսկապես սպառում է, արդեն նույնիսկ չեմ կարծում որևէ մի նույնիսկ կողմնակալ մասնագետ լինի կամ ոչ, ունենա այլ կարծիք, քան որ այս գործը ողջամիտ տրամաբանությունից դուրս է։ Սիրելի հայրենակիցներ, եւ հենց սրանով, այս տրամադրվածությամբ եւ վճռականությամբ ուզում եմ ավարտել խոսքս, ասելով իրավունքը պետք է գերակայի Հայաստանի Հանրապետությունը, մեր Հայաստանում, մեր պատկերացրած ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Աստված բոլորին պահապան։